Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Միգուցե մի քանի համալների զոմբիների կաշառ կտալի, բայց ինձ համար եղած չի ածած մի բանն։ 10-30 էլ բարձրացնա, 100 էլ բարձրացնա։ Մեզ ես հայրենիքն ապետ, փողն ապետ, ոչ թե փողը։ Փաշինյանը եթե թոշակները բարձրացնեն, թող այն 25 թվականին այն որ բյուջեին նախագծեմ, այդ բյուջեի մեջ մտցնել է 10,000-ը, հունվարի 1-ից ստանայինք։ Էդի կաշառք էր, մի տեսակ, բայց իր գրպանից չէր էլի։ 8 տարվա մեջ աշխատավարձ չբարձրացրավ, հիմա է բարձրացնան։ Զինվորի աշխատավարձը բարձրացնա, այդ պոստերում, այս պահին իմ երեխան այնա պոստերն է, նայոմնիկա։ 180,000, 140,000 աշխատավարձ է ստանում։ Այդ դրանց աշխատավարձները բարձրացնան Նիկոլ։ Ընտրակաշառքի մի ձև է, ես տենց կմտածեմ։ Եթե իրանք մինչև 7-8 միլիոն պարգևավճարում են ստանում, 10,000 էլ թոտան մեր հայրին, էդի դրա մոտը շատ չնչին տարբերություն է։ Ոնց որ ասած ծովից մի բաժակ ջուր վերցնել։ Իհարկե, կապ ունի։ Ձայներներս առնում է, այտենց կարելի է ասած։ Դե որտեւ ինքը երևի էլ ուրիշ տեղ չունի։ Ձայնը թոշակառուներից է վերցնում։ Կաշառք։ Իր ձևով կաշառք, եթե թոշակը բարձրացնում է, թե բյուջեի մեջ հաստատել օրինական բարձրացնում։ Բյուջեին հաստատեմ, խի այն ժամանակ չարա։